Էսկալացիայի որևէ հիմք ու հիմնավորում տարածաշրջանում այս պահին չկա, ձևակերպում է Փաշինյանը, պարզաբանում է, որովհետև երկու երկրները ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Այս դեպքում ինչու է Ադրբեջանը սուտ լուրեր տարածում հայկական կողմից իր դիրքերի ուղղությամբ կրակելու մասին։ Հայաստանի վարչապետը կարծում է դրա նպատակներից մեկը նման լուրերի հոսքի ներքո բուն լուրը քողարկելն է։ Իսկ բուն լուրը հետևյալն է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Խաղաղության պայմանագրի համաձայնեցված տարբերակը ըստ Փաշինյանի կհրապարակվի ստորագրումից հետո։ Այդ տեքստում միակողմանի պարտավորություն չկա ոչ մեր, ոչ Ադրբեջանի համար։ Թե դիտորդների հեռանալը եւ թե միջազգային հայցերի հետ կանչը Փաշինյանը հայկական կողմի զիջումը չի համարում։ Առաջինի պարագայում պնդում է, թե կայունության դեպքում կարող են Եվրամիության դիտորդներին նեղություն չտալ կամ պակաս նեղություն տալ։ Ինչ վերաբերվում է միջազգային ատյաններից հայցերի հետ քաշման, խնդրին դա վերաբերվում է միջպետական հայցերին եւ հարցը հետեւյալն է, էլի այդ հայցերը ինչի համար են։ Այդ հայցերը մեծ հաշվով խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար են, կամ խաղաղություն եւ կայունություն հաստատելու ճանապարհին խնդրահարույց գործոնները հասցեագրելու լուծելու համար են։ Եթե կա խաղաղություն, ուրեմն պետք է հենվել խաղաղության տրամաբանության վրա։ Ադրբեջանի կողմից ներկայացվող անվերջանալի նախապայմանների մասին կան հարցեր, որոնք քննարկելի են հայկական կողմի համար եւ կան հարցեր, որոնք քննարկելի չեն։ Օրինակ ըստ Փաշինյանի Մինսկի խմբի լուծարումը քննարկելի հարց է։ Անգամ Հայաստանը պատրաստվում է այդ գործը նախաձեռնել, բայց Փաշինյանը չի մանրամասնում, թե երբ, համաձայնագիր ստորագրելուց առաջ, թե հետո։ Իսկ օրինակ Արևմտյան Ադրբեջան խոսույթին առնչվող որևէ բան հայկական կողմի համար քննարկելի չէ։ Սահմանադրության փոփոխության հարցն էլ, եթե դիտարկենք երկու երկրների հարաբերությունների շրջանակում, ապա լուծվում է խաղաղության համաձայնագրով, բայց որպես մեր երկրի ներքին գործ մենք ամեն դեպքում պատրաստվում ենք այն փոխել, ասում է Փաշինյանը։ Եվ մենք պլանավորում ենք այդ հանրաքվեն նոր սահմանադրության ընդունման իրականացնել 2027 թվականին, չնայած էդ էլ պիտի ասեմ, որ կան այդ թվում քաղաքական թիմում ձայներ, կարծիքներ, որ ինչու ենք մենք հետաձգում այդ գործողությունը, գուցե դա պետք է անել 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունների հետ։ Հայաստանը ուժային սցենարով լուծելու հարց օրակարգում չունի, անգամ մեր սուվերեն տարածքից 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքի հարցը մենք չենք պատրաստվում ուժով լուծել, ասում է Փաշինյանը։ Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ու խաղաղության պայմանագիրը այդ հարցը լուծելու գործիքներ ստեղծել են։ Որ այս գծից բոլոր են տեղերում, որտեղ մենք ճշգրիտ կանգնած չենք, այնտեղ որտեղ կանգնենք, որտեղ Ադրբեջանը ճշգրիտ կանգնած չի այնտեղ, որտեղ պետք է կանգնի, այդ գծից Ադրբեջանն էլ հետ գնա, մենք էլ հետ գնանք։ Միջնորդների երաշխավորների մասին խոսելիս Փաշինյանն առաջարկում է պատմությունից, նորագույն պատմությունից դասեր քաղել։ ՀԱՊԿ Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է եղել դե յուրե։ Ինչ մենք ուզում ենք, մենք ուզում ենք նորից նույն պատմության մեջ մտնենք, ոչ, ես հավատում չեմ դրա հետ։ Խաղաղություն, ինստիտուցիոնալ երկարաժամկետ խաղաղություն, հարևանների միջավայրում ապրելու հմտություն եւ կարողություն, ահա, եւ իհարկե նաեւ պաշտպանունակ բանակ։ Եվ այդ բանակը ըստ Փաշինյանի Հայաստանի միջազգայինորեն ընդունված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։